Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ինքը ասել ոչ Տրամպին, որովհետև Տրամպը հիշում եք ինչ ասեց, կարծեմ հենց այսօր, որ եթե չհամաձայնվի Ռուսաստանը, ես ստիպված եմ գործի դնել իմ սանկցիաները, այդպես պատժողի դերից է խոսում, չէ, երկու կողմերի հետ։ Վլադիմիր Պուտինը ասում է ես դեմ չեմ, այսինքն բայց դա պետք է հանգեցնի երկարատև խաղաղության։ Ինչ է սա նշանակում։ Մենք տեղեկացանք, որ ԱՄՆ շարունակում է զինել Ուկրաինային, չէ, համաձայնության եկան Էլրիադում։ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպմանը կասկածներ արտահայտեց, ասեց, բայց եթե պիտի հրադադար լինի եւ շարունակեն Ուկրաինային զինել, դրանից հետո իմաստը ո՞րն է այդ հրադադարի, չէ, խոսեց նաև թե ով է մոնիտորինգ անելու հրադադարը։ Մենք լավ գիտենք, չէ, ինչպես Ադրբեջանը, Ռուսաստանը կարող է խախտել եւ ասել Ուկրաինան է հարձակվել։ Այսինքն այն որ Պուտինը ասում է համաձայն եմ, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն է։ Ասեց պետք է դա բերի երկարատև խաղաղության, իսկ երկարատև խաղաղությունը իր պահանջների բավարարումն է, բայց իր պահանջները Ուկրաինայի ավարտն է, ինչ է նա պահանջում։ ՆԱՏՕ-ի անդամակցությունը դնել մի կողմ, դա այլ հարց է, զորքերը կրճատել, չզինվել, ճանաչել 4 օկուպացված շրջանները, որոնք Ռուսաստանի սահմանադրության մեջ են, Ռուսաստանի մաս, Ուկրաինան իհարկե դրան չի գնա, եվրոպական կոնտինգենտ չտեղակայել, բայց